Աստված ձեզ օրհնի, Տերը ձեզ պահի։ Ուրախացեք, որ Աստված ձեզ հնարավորություն է տվել այսօր նորից Տիրոջ առաջ կանգնել, Տիրոջ խոսքը լսելու։ Խոսքը, ինչ որ ուզում եմ ասել, միտքը ունի, որ հավատք Աստծուն եւ նրա ասածին։ Ինչ հետևանք է թողնում, իհարկե, եթե մենք կամենանք հատ խոսել, ամիսները բավական չեն։ Բայց մի քանի հատվածներով կուզեմ հիմնական, ասենք, ստումս եղած այդ միտքը ասեմ, եւ մենք դրա վրա պետք է մտածենք, հետեւողական լինենք, որտեղ շատ բացթողումներ ունենք մեր կյանքում, հենց հիմնականում Աստծու եւ Աստծո խոսքի ճիշտ վերաբերվելու համար։ Աստված ձեզ պահապան։ Աստծո խոսքի ազդեցությունը եւ նրան հավատալու եւ նրա խոսքին հավատալու ազդեցությունը։ Ուրեմն ինչ է ասում Աստծո խոսքը Հովհաննես ավետարանի առաջին գլխի 10-րդ խոսքից եմ ուզում կարդալ, այսինքն ավելին կարող էի կարդալ ժամանակի համար աշխատեմ ինչքան հնարավոր է ամփոփ մի միտք վերցնել, որպեսզի մեզ հասկանալի լինի։ Տեր Հիսուսի համար ասվում է աշխարհումներ եւ աշխարհը նրանով եղավ եւ աշխարհը նրան չճանաչեց։ Եվ հատ կանգնենք մի փոքր։ Հիսուսը աշխարհում էր, բայց աշխարհը նրան չճանաչեց։ Այսինքն մի քիչ առաջ էլ ասում աշխարհը նրանով եղավ։ Հետաքրքիր բացահայտում, այսինքն նա արարիչ էր։ Հենց այն աշխարհը, որի վրա կար, ինքն էր ստեղծել։ Բայց իր ստեղծագործությունը իրեն չճանաչեց, հիմնականում խոսում է մարդկանց մասին, որտեղ քարերի, թփերի, ծառների մասին չի, որ նրանք Հիսուսին չճանաչեցին կամ կենդանների, այլ մարդկային աշխարհի մասին է խոսում։ Իրենների մեջ եկավ եւ իրենները նրան չընդունեցին, իրեններն էլ արդեն նկատի ունի հրեաներին։ Աշխարհն էլ էր իրենը, հրեաներն էլ էին իրենը, բայց ոչ աշխարհը նրան ճանաչեց, ոչ են առանձնացված մի ժողովուրդ, որը իբր պետք է ճանաչեն, նրանք էլ չճանաչեցին։ Բայց հետաքրքիր ինչ օրհնություն է խոսում նրանց համար, որոնք որ նրան ճանաչեցին, ընդունեցին։ 12-րդ խոսքի շարունակում ասում, բայց որոնք որ նրան ընդունեցին, իշխանություն տվեց նրանց Աստծո որդիներ լինելու։ Եվ շարունակության մեջ ասում են նրանց, որ նրա անունին հավատում են։ Հետաքրքիր է։ Այստեղ ենթական ով է։ Ով է։ Ուրեմն Հիսուսն է։ Հիսուսը աշխարհում էր, նա ստեղծեց։ Եվ նրան չճանաչեցին իր ստեղծագործությունը եւ իր առանձնացած ժողովուրդը, բայց որոնք որ ճանաչեցին, ընդունեցին, նրանց իշխանություն տվավ հին քերականությամբ եմ ասում գրվածքով, բայց այսօր նրանց իշխանություն տվեց, ոչ թե նրանց իշխանություն տվեցին, որպես շատ անձիկ, այլ նրանց իշխանություն տվեց, ով նա ում մասին խոսվում է, Հիսուսը իշխանություն տվեց, Աստծո որդիներ լինելու, նրանց, որ նրա անունին հավատում են, որոնք ոչ արունից եւ ոչ մարմնի կամքից եւ ոչ մարդու կամքից, այլ Աստծուց ծնվեցին։ Եվ բանը մարմին եղավ եւ բնակվեց մեր մեջ եւ նա փառքը տեսանք ինչպես հորից եղած միածինի փառք, շնորհքով եւ ճշմարտությունով լիքը։ Բայց հետաքրքիր մի պատիվ, մի օրհնություն, մի իրականություն կատարվեց
ընդունողի եւ հավատացողի։ Սկզբից 12-ում ասում է, որոնք նրան ընդունեցին, հետո նույն խոսքում ասում է, որոնք ոչ արյունից, ոչ մարմնի կամքից եւ ոչ մարդի կամքից, այլ Աստծուց ծնվեցին։ Այսինքն այս ծնունդը երկու անգամ է խոսում 12-ում ասում է կներեք, որոնք որ նա անունին հավատում են, ընդունում են եւ հավատում են, այսինքն հավատքը առաջ է ընկնում, հավատք եւ ընդունելություն ստացած։ 13-ում ասում է ոչ արյունից, ոչ մարմնի կամքից, ոչ էլ մարդու կամքից, այլ Աստծուց ծնվեցին, այսինքն 3 անգամ այս երկու համարում ասում է Աստծո որդին լինելու, այսինքն որպես Աստծո համար ծնված անձիկ, ոչ արյունից, ոչ մարմնի կամքից, ոչ էլ մարդու կամքից, մի բան ավելանում է, ոչ էլ մարդու կամքից ծնվեցին, այլ Աստծուց ծնվեցին։ Այսինքն այս ծնունդը մարդու արյունը նկատի ունի բնությունից, որտեղ բնությունը մարդու կյանքը ասում է արյան մեջ է, Սուրբ Գիրքը ասում է։ Ոչ նրա բնությունից էր, ոչ մարդու կամքից էր, ոչ էլ անձնական ցանկությունից էր, ոչ էլ մարդու կամքից էր, այսինքն արդեն գալիս է նախնիների հոր կամ պապու, այնպես չի, որ մենք վերցնենք մի գործ անենք, այնպես անենք, որ մեր երեխաները վերստին ծնվեն։ Մենք տեսնում ենք շատ ժամանակ մարդը վերցնում է ծանրությունը դնում է իր աշխատանքի վրա։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ մարդը վերստին ծնվեց։ Մարդու արածը միայն սա էր, հավատաց եւ ընդունեց։ Այսինքն մարդը դարձավ նոր արարած։ Ընդհանրապես միայն հավատաց եւ ընդունեց Հիսուսին։ Դարձավ նոր արարած, ինքը ուրիշ ոչ մի բան չարեց, ոչ մի գործ չարեց։ Դրա համար երբ որ Տեր Հիսուսին ասեցին, ինչ անենք, որ Աստծո գործերը գործենք, ասես Աստծո գործը սա է, որ հավատակ նրան, որին Աստված ուղարկեց, այսինքն իրեն հենց։ Եվ ասեց, ես եմ լույսը եւ լույսին հավատացել, որ լույսը որդիներ լինեք։ Այսինքն լույսը որդիներ լինելու համար չասես գնացեք, ձեզ փոխեք։ Մեկը կար, որ ուզում էր իբր հավատացյալ էր, որ ուզում էր խմբի մարդկանց փոխեր, ասում է ես գնում եմ հոգեբանի մոտ, իբր սովորում է երկար ժամանակ, որպեսզի կարողանա հոգեբանորեն մարդկանց հետ խոսի, որպեսզի ազդի մարդկանց հոգեբանության վրա փոխվեն։ Չի լինի ոչ արյունից, ոչ մարդու կամքից, ոչ մարմնի կամքից, ոչ մարդու կամքից։ Չի լինի, Աստված է փոխողը։ Ընդհանրապես մարդը պետք է ընդունի, հավատա։ Երբ որ ջուրը բերեցին Տեր Հիսուսի մոտ, Տերը ինչ արեց։ Ջուրը դարձեց գինի, մարդիկ ոչինչ չարեցին, Տիրոջը օգնեին, որ ջուրը դարձնել գինի։ Տերը առանց էր կարող ջուր բերել, դարձնել գինի, բայց պետք էր, որ իրենք որպես վկա տեսնեին։ Իրենք բերեցին եւ գիտեին, որ ջուր են բերի, ասում է։ Բայց Տերը փոխեց ջրի բնույթը, համը, գույնը։ Մարդիկ չհասկացան, ինչպես կատարվեց։ Հացի բազմացում արեց, մարդիկ էլի ասում չէին հասկանում, ինչպես կատարվեց։ Թմրած էին, զարմացած էին, բայց թմրած էին։ Լավ, 5 բոքոնիկներ բերեցինք, 2 հատ էլ ձուկ, մի երեխու ձեռից, որ իր փորի համեմատ էր, sense ասած, պերերվի համար էր։ Ես բերեցին Հիսուսի մոտ 5000 մարդ կերակրեցին, ինչպես կատարվեց, եւ ոչ թե ուղղակի ազդեց մարդկանց վրա,
Հələ ասեց հավաքեք ավելի ցածը հավաքեցին 12 կողորդ չէ կարծեմ։ Հաջորդը 7 զամբյուղ։ Երկու անգամ հացի բան։ Մարդիկ չէին հասկանում, ինչպես է անում։ Դրա համար դեռ երբ որ վերստի ծննդի հետ համար խոսում էր Նիկոդեմոսին, ասում էր քամին փչում է։ Բայց ոչ մեկ չգիտի որտեղից եկավ, ուր է գնալու։ Հիմա ճիշտ է մարդիկ ասում են այսպես, այնպես, բայց մենք է զարմանում են, մենք չենք իմանում, քամին կգնա կհասնի այնտեղ կամ որտեղից է սկսվել։ Իրենց ենթադրությունով ինչ որ մի ակտի մի կեսից խոսում են, բայց այտենց չեն հասկանում որտեղից դուրս եկավ, ուր է գնում։ Կամ ասում է, ինչպես է ստեղծվում մոր որովայնում ոսկորը, միսը, աչքը ժողովողում։ Եվ Տերը նմանացից դրան, այո, մարդուն պետք է հավատա, ընդունի, մնացած Աստծո վրա է, մարդու մասնակցություն չկա էլ։ Բայց զարմանալի գիտեք ինչն է, ուզում եմ ձեզ այդ հիմնական սրա վրա խոսել։ Շատերը դեռ չեն հասկացել Աստծո խոսքի հավատքի զորությունը, Աստծո գործելակերպը։ Մարդը համ հավատք է քարոզում, համ էլ ինչ-որ գործ է առաջարկում, դնում է մարդու առաջ, որ դրանով նա հաջողության հասնի։ Հիմա մի քիչ հետո կարդանք, իհարկե պետք է բարի գործերը, ճիշտ գործերը, բայց դրանով չի, որ մենք օրինակ վերստին ծնունդ պետք է առնենք։ Մինչև բարի գործ կատարելն է Աստված մարդուն տալիս վերստին ծնունդ, եւ որպես վերստին ծնված պետք է ապրես այնպես ինչպես դու կաս։ Այսինքն որպես նոր մարդ։ Ոչ թե հավատքը խառնես գործին։ Դրա համար ոսը ասես կարելի ասել մեր լեզվով ասած կոկորտը ճղելով ասում է գործերից չի, հավատքից է։ Հավատքից է փրկությունը, հավատքից է արդարացումը, հավատքից է վերստին ծնունդը, ամեն հավատքից է սկսվում։ Այսինքն հավատքը ինչ է անում քո հավատքը։ Ասում է Պողոսը նորից ասում է շնորհքով ենք փրկված հավատքի ձեռով։ Հռոմեացի թղթում։ Այսինքն Աստված շնորհում է ամբողջ աշխարհին է շնորհք արել։ Բայց շատերը այդ շնորհքի տակ չեն, շնորհքի մեջ չեն, շնորհքի գործ չկա նրանց կյանքում։ Բայց ոմանց ովքեր որ հավատացին, ասում է հավատքի ձեռով, Աստված մեկնել է շնորհքը, իսկ մարդիկ վերցնում են հավատքը որպես հոգևոր մի ձեռք, Աստծո տված վերցնում ես։ Վերցնում ես, այն էլ չես բռի մեջ պահում դնես գրպանում։ Հավատքը սրտից է գալիս, այս ձեռքերի մասին չի, հավատքի, սրտի ձեռքի մասին է, հոգու ձեռքի մասին է, որը հավատքն է։ Իհարկե, ամեն ինչին կարող ենք հավատալ, բայց դրանց տվածը կյանք չի։ Դրա համար սկզբից ասի, հավատք Աստծուն և նրա ասածին։ Հիմա մարդիկ շատ հավատքներ ունեն։ Հնդկաստանում ավելի շատ հավատք կա, քան մարդ։ Հավատացեք։ Դա, բայց նրանց ոչ մեկի այդ հավատքները նրանց վերստին ծնունդ չի տալիս։ Ոչ էլ փրկությունը մեղքերի թողություն է տալիս։ Շատ դաստիարակչական գրքեր կան, օրինակ ասել եմ մեկ անգամ չի եղել, շատ անգամ է եղել, հաճախակի ես մեկ օրինակ եմ բերում, բայց էլի եղել է, որ ասենք մուսուլման մարդիկ հարցրել են, լավ, մեր մոտ էլա գրած, մեր գրքում դաստիարակչական շատ լավ բաներ, օրենքներ կա, ես այն, ես մի արա, բարի եղիր, լավ եղիր, ես էլի, լավ բանա, որ ասում է բարի եղիր, մի գողացի, մի շնացի կամ մնացած բաներ, բայց դրանք ընդամենը 4 պատվիրաններ են, նրանք ստեղծագործություն չեն անում, սենց ասես, բայց Աստծո, աստվածաշնչյան ասածը,
Դրա այդ խոսքի մեջ ստեղծագործելու ուժ կա։ Երբ որ դու ընդունում ես, քո մեջ ստեղծագործում է նոր մարդ։ Այդ ուրիշ դասյակշական, լավ դասյակական խոսքեր կարող են բերել։ Պողոս ասում է, շատերը ասում են, Պողոսը լեզվից տկար է, ես էլ եմ տկար։ Հիմա այնպես քարոզիչներ կարող բերել, որ ասի խոսքերով, լեզվով ծալի դնի։ Մարդու մի կողմ, բայց հարցը սա է, նրա խոսքի մեջ կյանք կա, թե չկա, ճարպիկ լեզվի զորությունը չի, այլ Աստծո խոսքի գոյության զորությունն է, Աստծո խոսքը պետք է լինի, ասածը պետք է լինի, ոչ թե ճարպիկ ներկայացնեն տարբեր բաներ զարմանա մարդը, այո մարդը կարող է զարմանա, բայց կյանք չստանա։ Դրա համար Աստծո խոսք է պետք մեզ, ասած է պետք, որին պետք է հավատաս եւ ընդունես, որովհետեւ այդ խոսքը քեզ վերստին ծնունդ տա, արդարացում տա, փրկություն տա, աշխատանք անի։ Ինչու է ասում Պողոսը օրենքով չի փրկությունը, օրենքը լավ բան է։ Սուրբ է օրենքը։ Եվ մեզ էլ պետք է։ Մենք գործերը անում ես չլինի մեղքն ու արդարությունը բացահայտում Հիսուսի մոտ է ուղարկում ես։ Բայց փրկելու համար չի օրենքը, որտեղ ինքը այդ ուժը չունի։ Օրենքը ստեղծագործող չի։ Օրենքը բացահայտող է, բայց չի ստեղծագործում։ Օրենքը չի արդարացնում, օրենքը չի փրկում, օրենքը վերստին ծնունդ չի տալիս, օրենքը հավիտյանական կյանք չի տալիս։ Բայց որ Հիսուսին հավատան, ովքեր նրան հավատացին, ընդունեցին, Աստծուց ծնվեցին։ Նիկոդեմոսին Տեր ասաց, ով վերստին չծնվի, Աստծո արքայություն չի տեսնի, ինչ կարգերով ուզում ես գնա։ Ինքն էլ Պողոս առաքյալ, ինքն իր համար վկայում է, ասում է, ըստ օրենքի ես անարատ էի։ Իմ հասակակիցներից շատերից ավելի առաջադեմ էի, նախանձավոր էի Աստծո օրենքին, Աստծուն, Աստծո անունին, անգամ հանուն Աստծո, իբր թե Աստծո նախանձավորություն ունի, Ստեփանոս էինք սպանում։ Շորերը պահում էի, ուժ էի տալիս քարկոծողներին։ Բայց ինչքան էլ նախանձավոր էր, լավ կարգով գնում էր, օրենքի համեմատ անմեղադրելի էր եւ այլ, բայց վերստին ծնունդ չուներ, փրկություն չուներ։ Հիսուս էր պետք նրան, Հիսուսի հավատք էր պետք։ Ընդունի են սրտանց, հավատա եւ ընդունի։ Պատահում է, որ մարդը եղել է շատ մարդկանց հետ խոսել եմ, հավատում եմ, ես էլ եմ իրան հավատում։ Որ սկզբից է հավատում եմ։ Հետո որ ժամանակ անցնում մարդին ես քեզ չեմ հավատում։ Ասում եմ ինչու՞։ Ասում եմ սկզբից հավատացի, որ ասում ես Հիսուսին ընդունում եմ, հավատում եմ, բայց հավատքը ունի գործ։ Արդեն գործ, ոչ թե փրկվելու գործ, ոչ թե վերստին ծնվելու գործ, որտեղ վերստին ծնունդը փրկությունը, արդարացումը հավատքով է, գործով չի, բայց ինքը հավատքը արդեն ստիպում է մարդուն, որ մարդը, այսինքն հավատքը քո մեջ գաղափար, հասկացողություն, ճանաչողություն է ստեղծում։ Եթե ես մի բան հասկանում եմ, բնական է արդեն իմ գործերը այդ հասկացողությամբ կլինեն, այդ ճանապարհով կլինեն։ Եթե չկա, ուրեմն դեռ ես չեմ հավատացել։ Դրա համար նրան ասացի, դու բերանով ես ասում, որ հավատացել եմ, բայց չկա քո մոտ հավատքի գործ։ Ասեք մարդը ասում է, մարդը արդարանում է հավատքով եւ գործով, ոչ։ Այդ մարդը ինչա ասե, օրենքի հոգեբանությամբ ասում։ Աստված դες չի ասում։ Անկամ կարող ասում, գրքում օրինակ եմ ասում, չէ գործ կառաքելություն։ Մեկը ասում է, պետք է հավատամ փրկվեն, մեկն ասում է, չէ պետք է հավատամ թլպատվեն, որ փրկվեն, մյուսն ասում է, չէ հավատան ու գողություն չանեն փրկվեն, ամեն ինչն է գրած է Սուրբ գրքում, բայց դու պետք է հասկանաս,
ով է Աստծո կամքի պես խոսում։ Աստված թույլ է տվել, որ մարդիկ իրենց միտքն արտահայտեն։ Թուղթ էլ գրեն։ Նամակ էլ գրեն։ Բայց ով է ճիշտ ասում։ Տեսնում եք Պողոսը իրոք Աստծուց ունի հայտնություն, Աստծուց հանձնված է նրան ավետարան քարոզելու։ Բայց շատերը օրենք են քարոզում։ Գրած է նրանց քարոզներն էլ։ Բայց հետո Պողոսը ընդդիմանում է, ասում, չէ, այդպես չի, սխալ են ասում։ Օրենքով չի փրկությունը։ Եթե կշեղքի դնենք, ավելի շատ մարդիկ ասում են օրենքը պահել, որ փրկվեն, քիչ մարդիկ հավատքն էին քարոզում, բայց Աստված այդ քչերի կողմն էր։ Ուրեմն շատ հետաքրքիր է, որ ասում է եւ բանը, այսինքն խոսքը մարմին եղավ բնակած մեր մեջ եւ նա փառքը տեսանք ինչպես հորից եղած միացունի փառք, շնորհքով եւ ճշմարտությունով լիքը։ Հետո ես ուզում եմ մեկ հատված էլ կարդալ Եբրայեցիների թղթից 11-րդ գլուխ 12-րդ խոսքը։ Բայց հետո մի քիչ հետ կգնամ, ասենք 11-ից վերև էլ կկարդամ։ Բայց առաջ սա եմ կարդում, ասում եմ արդեն սա խոսում է Սարայի 90 տարեկան ժամանակի մասին։ Ուրեմն 75 տարեկան էր Աբրահամը դուրս եկավ իր հոր տնից, Աստված պատգամ տվեց իր երկրից։ Այս օրը, որ ասում է Սարան մաս խոսում է, ինքը 100 տարեկան էր, Սարան 90, 10 տարի փոքր էր Աբրահամից։ Փաստորեն, եթե Աբրահամը 75 տարեկանում դուրս եկավ, Սարան 65 տարեկան էր։ 90 տարեկանում նոր երեխա ունեցավ։ Քան տարի անցել։ Ինչքան 25։ Ուրեմն 25 տարի հետո։ Բայց հետաքրքիր մի բան կա, պատմություն հիշեցնեմ, երբ որ Աստված եկավ Աբրահամի հետ խոսեց, ասեց մյուս տարի ժամանակ Սարան որդի կծնի քեզ համար։ Սարանը եկել էր հետաքրքիր էր։ Կնոջը ջար չէ թույլատրում, գա տղամարդկանց մեջ նստի, Աստված էլ եկել էր 3 անձովին եկել տղամարդու կերպարանքով։ Աբրահամը հասկացավ, որ Աստված ներկա է։ Աբրահամը խնդրում է, աղաչում է, որ մնան, ուտեն, մի քիչ հանգստանան, ոտերը լվան, պատվիրում է ինչ-որ բան մորթել, բերել, կերակուր բերել, հետո շոթեր թխի։ Սարան եկե վրանի մեջ է, որտեղ որ Աբրահամը նստած էր, նրանց հետ դրսում խոսում է, այն եկել էր ականջեր դնում։ Դե նա ինչ են խոսում։ Իր համար է այդ վրանը ծածկոց, բայց Աստծո համար ծածկոց չկա։ Ասում երբ որ ասեց մյուս տարի այս ժամանակ Սարան երեխա կբերի, ասում Սարան փխկաց, ասում ծիծաղաց։ Մինչև հիմա ես չորացած ծառ եմ, երեխա չեմ ունել, 90 տարեկան նոր պետք է կուրս տամ, հա երեխուն։ Ասես տերս էլ չորացած է, կներեք գրված է Աստվածաշունչում, դադարել է կանանց մոտ գնալը, նորից էդ ինչ պետք է լինի, որ բանն էլ վերականգնվի դառնա տղամարդ, Աբրահամը ու երեխա ունենանք։ Ասում է Աստված ասեց Աբրահամ, ինչու Սարան ծիծաղեց։ Սարան վախուցած, ես չեմ ծիծաղել։ Ասես չէ, ծիծաղեցիր եւ հենց իրանց ծնված երեխաներն էլ դրին ծիծաղ։ Իսահակ։ Եվ հետո իհարկե Սարան փոխվեց։ Դրա համար այստեղ ինչ է ասում։ Ասում է հավատքով Սարան ինքն էլ սերմն առնելու զորություն ընդունեց եւ տարաժամ հասակի մեջ որդի ծնեց, որտեվ հավատարիմ
համարեց խոստացողին, այսինքն Աստծուն, ինքը հավատարիմ է, ասելա կանի։ Ընդամենը այս գործը հավատաց կույրը եկավ, դե Դավթի որդի ողորմիր, ինչ ես որ քեզ ժամանանում, որ աշկես բացվեն։ Այն ժողովուրդը սորական ասում է կույրին ինչա պետք երկու աշկ, 50 չապետ չհասկացա, որ կույրին ինչա պետք երկու աշկ, բայց չասեց, հա գիտեմ աշկ ես ուզում, արի բուժեմ, հարցեց ինչ ես ուզում, որ աշկես բացվեն, էլի չասեց, բուժում եմ քեզ, ասես քո հավատքի պես քեզ լինի, ասում աշկերը բացվեց, ասում հավատաց աշկը բացվավ, Տերը բացեց, չհավատար կույրել կգնար, քո հավատքի պես քեզ լինի, ասում հավատք Տիրոջը եւ նրա ասացին, ուրեմն Եբրայեցիների որ կարդում եմ, նոր շարունակեմ 12-ը կարդամ ու հետո հետ գնամ, ասում է տարաժամ հասակի մեջ երեխա ունեցավ, բայց ինչի համար ասում հավատաց, հավատարիմ համարեց խոսողին, նրա համար եւ այն մեկիցը, այն նրան մեռած պրծածիցը, ես էլ Աբրահամի մասին է։ Ասում է շատությամբ ծնվում էին, ինչպես երկինքի աստղեր եւ ինչպես համար ավազ ծովի ափին։ Քոմ սերունդ ունեցավ, որտեղ Աստված ասել քո սերունդը ծովի ավազի հատիկների պես երկինքի աստղերի պես կլինի։ Մեռած պրծած ասма։ Այն իմաստով որ որպես երեխա ունեցող ինքը անընդունակ է ընդհանրապես, բայց Աստծո խոստումից հետո ինքն էլ բժշկվեց, ինքն էլ բժշկվեց։ Աստված ձեզ օրհնի։ Ուրեմն հետաքրքիր է, այստեղ սա եմ ուզում, հավատացին, հավատքով Սարան, հավատքով Աբրահամը, հավատքով Նոյը, հավատքով են մեկը, վերևում ուզում եմ կարդամ, երբ որ մենք վերևից կարդանք, հնարավոր է մենք չտեսնենք այստեղ հավատք, կասենք հավատք եւ գործ։ Բայց գալիս է այստեղ, որ Աստված ցույց է տալիս հավատքն է։ Օրինակ 8-ից որ կարդում եմ, հավատքով Աբրահամը, երբ որ կանչվեց, հնազանդ եղավ դուրս գնալու այն տեղը, որ ժառանգության համար ստանալու էր եւ դուրս եկավ գնաց առանց գիտենալու թե ուր է գնում։ Աստված ասել հել գնա, ինքը հել է գիտել Աստված կառաջնորդի։ Հավատքով պանդուխտ եղավ Ավետիքի երկրումը իբրև օտարությունումը խորաններում բնակվելով Իսահակի եւ Հակոբի հետ եւ նույն խոստումը ժառանգող, որոնք նույն խոստումը ժառանգողներն էին։ Քարե տնից հելավ գնաց վրաններում էր ապրում։ Այն էլ ինչքան 75 տարեկան դուրս եկավ, 175-ում մեռավ, 100 տարի, ավելի շատ պանդխտության մեջ, քան իր հոր տան մեջ։ Եվ ասում է, եթե հավատքը չլներ, բավական ժամանակ ուներ հետ դառնար Աբրահամը։ Ասել այ մարդ 100 տարի դուրս է մեկը, Աստված խոստացավ, որ այս երկիրը մեզ է տալու, օրհնելու է, ու չկա։ Ամեն հետ դառնանք, որտեղ Աստված երևի մեզ մոռացավ, խոստումը չկատարեց։ Բայց հավատքը նրան պահեց այդ օտարության մեջ։ Աստված խոստացել է կտա։ Մեռան խոստումը չստացած, Աստված չտվեց, 100 տարի մնացին պանդխտության մեջ, ասել արի այս երկիրը քեզ եմ տալու, ու չտվեց, մեռավ։ Իսահակը մեռավ, Հակոբը մեռավ, չստացան այդ խոստումը։ Աստված դիտմամբ չտվեց, որ մի հատ բժշկություն անի նրանց հավատքի մեջ, սրտի մեջ։ Ինչ։ Նրանք հավատացին, Աստված սուտ չի խոսում։ Ուրեմն մեռելների հարություն կա, մեզ հարություն կտա եւ կժառանգեցնի, որ սուտ դուրս չգա։ Եթե հարություն չլինի, Աստված սուտ է դուրս գալու։ Հարությանը հավատ ձեռք բերեցին եւ շուտով այո գալու են եւ իսկ 1000 տարի չէ, ասում թակավորել են երկրի վրա։ Այն տեղը խոստումը որ տվել էր Աստված, Աբրահամը այնտեղ ապրելու է։
Հակոբն էլ, Իսահակն էլ։ Արդեն աշկերը բաց Իսահակի, ոչ կույր։ Հետաքրքիր գործ անում, բայց հետաքրքիր մարդիկ են հավատացողներն։ 100 տարի շատ ժամանակ մենք երբ որ մի փոքր խոստում ենք ունենում կամ թեկուզ գրքով խոստումը առնում ենք, մի քիչ ուշանված համա թե երևի ներշնչել է, երևի սխալ է գրած, երևի սենց է, Աբրահամը ոնց 100 տարի դիմացավ ու մենք այս օրհնությունը ժառանգեցինք։ Շատ հետաքրքիր Աստված գործում։ Եվ հարության հավատք ստացան։ Ասենք ինչ եմ ուզում ասել այս համարներ կարդալով։ Հնարավոր է մեզ շփոթեցնի այս բանը։ Աբրահամը հավատաց Աստծուն եւ դուրս եկավ գնաց։ Ասենք, տեսեք, հավատք եւ գործ։ Գնաց։ Բայց այդ հավատքի գործն էր, ոչ թե ինչ-որ բան արեց, որ արդարանա։ Արդեն արդարացած էր, հավատում էր Աստծուն։ Այդ հավատքի ազդեցությամբ դուրս եկավ, ոչ թե համ հավատաց, համ էլ մի օրենքի գործ արեց, կարծես, որպեսզի իբր թե օրհնվի, ժառանգի, արդարանա, այսպես շփոթվում, բայց հետագայում որ կարդում ենք տարաժամ հասակում նրանք երեխա ունենալու հնարավորություն ունեցան, այստեղ էլ ոչ դուրս եկավ, ոչ գնաց, ոչ մի բան չարեց։ Դեռ հասկանում ենք, որ վերևում ասածը այն օրենքի գործ չէր, մարմնի գործ չէր, հասկացողության գործ չէր, մարդու հասկացողության, այլ հավատում էր Աստծուն։ Նա որ ասում է դուրս արի, ապահով է նրա ասածը, դուրս եկավ։ Բայց եթե ասում է, հավատում է ու գործ չի անում, հավատքի գործ չի անում, կասկածելի է նրա հավատքը։ Եթե հավատում ես մեկին ասեցի դու չես հավատում, ինչի, 2 տարի է ես ժամանակ առ ժամանակ ամեն արդիքով հետ խոսում եմ, ասում ես հավատացի, ճիշտ է, բայց չես հավատում դու։ Ասես ո՞նց իմացար։ Ասես որտեղ ոչ մի գործ չկա, դու նույնն ես, ինչ եղել ես 2 տարի առաջ։ Դատարկ հավատացյալ։ Ասում չէ, հավատում եմ, ասի օրինակ ես քեզ ասեմ, դու չես հավատում, դու քեզ ես խաբում առաջին, հետո ինձ մի հատ բան ասեմ, որ դու չես հավատում, ասեց ասա, ասի օրինակ դու չես հավատում, որ կույսը կեղերանա որդի ծնի, Հիսուսը կույս Մարիամից ծնվի, ասեց հա, մենակ այդ բանը չեմ կամ հավատամ, ասի մենակ այդ բանը չէ, ուրիշ բանն էլ կա չես հավատում, ասեցի օրինակ դու չես հավատում, որ Աստված ստեղծեց տիեզերքը, երկինք երկիրը, որտեղ իսկ ավելի բարդ գործ է, ավելի ոնց ասած երևույթով էլի, ավելի հսկա գործ է, քան թե որ Աստված ազնի մեկին հղիանա ու երեխա ունենա։ Ասես այ մեկ էլ էդի չեմ հավատում, այդ ճիշտ ես ասում։ Ասես էլի բան կա չես հավատում, ասես ասա, ասես ու մեռելների հարության էլ դու չես հավատում։ Հա, այ մեկ էլ էդի չեմ հավատում։ Փաստորեն ինչ ասացի չեմ հավատում։ Արդեն հավատացած տղան դարձավ անհավատ մի հատ մարդ։ Այս շրջանում մենք իբր հավատում ենք, բայց ուր է հավատքի գործը, Պողոսը չի ասում այդ օրենքի գործ, որտեղ այդ գործով չես արդանում, հավատքով ես արդանում, արդեն որպես արդար բնական է, պետք է դու մեռած չես, այն որ ասում, կենդանի մարդ ես, ժիվոյ մարդ ես, մի գործ պետք է անես, այդ գործն էլ արդեն քո ստացած վիճակից է գործ ծնվում։ Արդարի գործ է կատարում, Աստծուն հնազանդության գործ է կատարում, ոչ թե անում ես նոր ես արդարանում, անելով չի։ Մեկը ասում է, տեսնում ես, որ Աբրահամը, երբ որ իր որդուն բերեց սեղանի վրա, զոհեց, այդ տեսակ, որ այնտեղ արդարացավ։ Աբրահամի հավատքը գործով դարձավ եւ ինքը արդարացավ։ Սխալ ասում։ Էդի գիտեք քան տարի հետո է։ Հələ Իսահակը չկար,
Ծննդոց 15-րդ գլխում ասում է Աբրահամը հավատաց Աստծուն եւ նա նրան արդարություն համարվեց։ Իսկ Իսահակի զոհաբերությունը 22-րդ գլխում է գրած, պատկերացրեք արդեն Իսահակը այնքան հասուն էր, հələ ծնված չէր ժամանակ։ Այնքան հասում էր, որ կարար Աբրահամը փայտերը դներ Իսահակի վրան, փոքր երեխա չէր։ Որ ինքը փայտերը հանել սարը։ Ամենակիչը 15-16 տարեկան կլներ։ Ինքը արդարացել էր մինչև Իսահակի ծնունդը։ Ոչ թե Իսահակի զոհաբերելու օրը արդարացավ։ Դա հավատքի գործն էր, որ արեց, ոչ թե արդարանալու գործ։ Մարդիկ շփոթում են սենց։ Հավատքի գործ արեց Աբրահամը, երբ որ իր որդուն հանեց զոհասեղանին։ Իհարկե Աստված չթողեց, որ մորթի։ Բայց դա հավատքի գործը, հավատում են ինչպես որ դուրս եկավ, հավատաց դուրս եկավ։ Դա հավատաց, բայց արդարացումը կատարվել էր, ասում եմ, հավատաց Աստծուն եւ Աստծո բարեկամ կոչվեց կամ ընկեր կոչվեց։ Շատերը շփոթում են այս հատվածը, անգամ սուրբ մարդիկ անցից։ Առաքյալներ, հովիվներ, հավաքվում են գործ առաքելուց մեջ չէ, շատերը սխալ էին խոսում։ Անգամ Պետրոսը, որ Հիսուսից անձամբ պատգամ է ստացել 12 առաքյալներ, 11 առաքյալներ հետ միասին, այն մյուսներն հետն էր Մատաթյան։ Գնացեք, բոլոր ազգերը աշակերտեցեք, մկրտելով հոր, որդու եւ Սուրբ Հոգու անունով, հետո չի ուզում Կորնելիոսին մկրտի։ Մեկը Տերը որ Սուրբ Հոգին տվեց, ասում է ես էլ ասեցի, այն մյուսներն էլ մեղադրում են Պետրոսին, ինչ է Սուրբ անունով մկրտե հեթանոսների։ Պետրոսն սկսում է պատմել, ինչ տեսիլ տեսավ, ինչ բան տեսավ, Պետրոս ջան դու չէիր կարող ասել, բայց Տերը չի ասել գնացեք հեթանոսներին քարոզեք մկրտեք։ Ավելի շուտ այդ պետք է ասել նոր իր տեսիլքն ասել։ Տիրոջ ասած կարծես թե իրանց մոտ չի նստե։ Պատկերացրեք, ասում անգամ սուրբ մարդիկ են սա մեջ տարու բերվում։ Ու գրում են։ Բայց Պողոս երբեք չի գրում գործով արդարացում։ Ուրիշները գրել են։ Բայց քեզ էլ միտք հատվի, քննի բարին ամուր բռնի։ Ոմանք օրենք են, լավ օրենք են քարոզում, ճիշտ է։ Եթե անես, ճիշտ արդարես, բայց դες ոչ մեկ չարդարացավ։ Հավատքով արդարացան, եւ վերջում ուզում եմ մեկ հատվածել կարդալ Պետրոսի թղթից առաջին գլուխ 14-ից 25-ը մի քիչ երկար է, բայց ամեն խոսքի վրա չեմ կանգնի։ 13-ից կարդամ, որ ավելի հասկանալի, նրա համար ձեր մտքի մեջ կգոտեպնդած զարթնած կատարելապես հուսացեք այն շնորհքին, որ հասնում է ձեզ Հիսուս Քրիստոսի հայտնությունում է։ Հնազանդ որդկանց պես արդեն ուշացում դարձ, ինքը հավատացյալներին է գրում, ոչ թե բոլոր մարդկանց է գրում սա։ Հնազանդ որդկանց պես, այսինքն որդիներին է գրում։ Վեստին ծնվածներին է գրում։ Պետրոս առաքել այս թուղթը, որ մենք մեր աչքերով նայենք, այսինքն որպես հավատացյալի, Հիսուսին հավատացողի աչքերով նայենք։ Ասում է Հիսուս այն շնորհքին, որ հայտնում է ձեզ Հիսուս Քրիստոսի հայտնությունը։ Հնազանդ որդկանց պես չնմանելով այն ձեր տգիտության ժամանակին, առաջի ցանկություններին, այլ ձեզ կանչող Սուրբի պես Սուրբ եղեք ձեր բոլոր վարքումը, որովհետև գրված է Սուրբ եղեք, որովհետև ես Սուրբ եմ։ Արդեն ինչ, ոչ թե Սուրբ եղեք, որ արդարանաք, ոչ թե Սուրբ եղեք, որ փրկվեք, ոչ թե Սուրբ եղեք, որպեսզի չեմ ինչ անեք, այլ դուք արդեն փրկված եք, արդեն վերստինծված եք, բայց որդիները պետք է սրբությունից սրբություն գնան արդարությունից արդարություն։ Իհարկե, եթե մենք մեր դասերի մեջ էլ ասենք, չէ, մարդը հավատքով արդարանում է, եւ պետք է արդարության գործը անի, սա Աստծո ծրագիրն է։ Իսկ եթե մարդը իր բնույթի համեմատ արդարության գործերի մեջ չգնաց, կկորցնի իր ձեռք բերածը։ Արդեն մեղավոր կկոչվի արդար չի, եթե մեղքի մեջ ապրեց։
Դրա համար աստա սուրբ եղեք, որտեղ ես սուրբ եմ, ասում է Աստված։ Եվ եթե հայր եք կանչում նրան, որ առանց աչառության դատաստան է անում ամեն մեկի գործի պես, ապա ձեր պանդխտության ժամանակը վախով վարվեցեք, գիտենալով, որ ոչ թե ապականացու արծաթով կամ ոսկյով փրկվեցիք ձեր հայրենավանդ ունայն վարմունքից, ուշացում դարձը, փրկվեցիք, ոչ թե կփրկվեք։ Փրկված մարդկանց հետ է խոսում, որքանց հետ է խոսում, վեստից ծնված, փրկված։ Բայց ոչ մի աշխարհային մարդու ունեցված, այն որ ասում ոչ արունից, ոչ մարմնի կամքից, ոչ մարդու կամքից։ Մարդու կամքի մեջ կան նաև իր այն զորությունը, ասում հարստությունն է մարդու, բայց դա հոգևոր կյանքի մեջ դեր չունի։ Ասում փրկվեցիք ձեր հայրենավանդ ունայն կյանքից, չի ասում այ տես հрьяաները հայրենավանդ չէին, հույները հայրենավանդ չէին, բոլորին ասում ձեր հայրենավանդ ունայն վարմունքից, հայրերի ավանդությունը ունայնություն է, Պետրոսն է ասում, բայց կա ժամանակ, որ աստվածային ավանդություններ կան, այո, դա ունայնություն չէ, թեկուզ հայրերն են կատարում, Օրինակ Հայաստանում այս ժողովրդի շատ ավանդություններ կան, որ աստվածաշնչային են, հայրերից չեն։ Շատ ավանդություն չեմ ուզում դրանց վրա կանգնեմ, ժամանակին որոշ գործերի վրա կանգնել, որ սրանք աստվածաշնչից եկած ավանդություններ են, ոչ թե մարդու խելքից։ Իհարկե այդպես կա, մարդ պետք է զանազանի։ Գիտենալ, որ ոչ թե ապականացու արծաթով կամ ոսկյով փրկվեցաք ձեր հայրենավանդ ունայն վարմունքից, այլ Քրիստոսի պատվական արունով, ինչպես մի ամբից եւ անարատ գառի, որ առաջուց ճանաչված է աշխարհի սկզբից առաջ։ Եվ ինչ ասում, բայց ժամանակների վերջում երևաց ձեզ համար, ձեզ նրանով այն Աստծուն հավատացողներին, որ նրան մեռելներից հարուցանեց, Եվ փառքը նրան տվեց Աստված, հարուցանից եւ փառքը նրան տվեց, որ ձեր հավատքը եւ հույսը Աստծո վրա լինի։ Սուրբ Հոգու միջոցով ձեր անձերը սրբելով ճշմարտության հնազանդությամբ։ Շատ ամեն բառը կարևոր է։ Սուրբ Հոգով ձեր անձերը սրբացրեք։ Բայց շատերը կան իրենց ուժերով ուզում են սուրբ լինեն, ինչ անեմ, ուզում եմ անում թորնիկիս ասում եմ, էլի սխալ խոսացիր, վատ բան ասիր, բերանիցը թելավ։ Պապի, չեմ կարում չանեմ։ Ուզում եմ, հա, պապի ջան, էլ չեմ անի։ Դու ինձ սիրում ես, ասում եմ, հա, որ վատ բան եմ ասում, չես արդեն, ասում եմ, սերը թողե, ասում եմ, չէ, ես սիրում եմ։ Էլ չեմ անում, եկել նորից անում, պապի, ոնց անեմ, չեմ կարում չանեմ։ Մեկ էլ հետաքրքիր մի բան ասում, աղոտ կար, որ Հիսուսը ինձ պահի, որ չանեմ։ Հետաքրքիր է։ Եվ ինչ ասում ստե։ Ձեզ նրանով այն Աստծուն հավատացողներ, որ նրան մեռելներից հարուցանց եւ փառքը նրան տվեց, որ ձեր հավատքը եւ հույսը Աստծո վրա լինի։ Սուրբ Հոգով միջոցով ձեր անձերը սրբելով ճշմարտության հնազանդությունով, անկեղծ եղբայրասիրության համար մաքուր սրտով իրար սիրեք, սերտ սիրեք, վերստին ծնված լինելով, ոչ թե այս ամենը անեք, որ վերստին ծնվեք, չէ, որտեղ վերստին ծնված եք, դրա համար է պետք է անեք, արդարացած եք, դրա համար է պետք է անեք, փրկված եք, դրա համար է լավ գործերը պետք է անեք։ Ասում եմ, վերստին ծնված լինելով ոչ թե ապականացու սերմից, ասում մարդու համար նկատի ունի, ապականությունը ասում փչացող, փդող, մեռնող, գնացող։ Մարդը ծնվում է, հետո ասում է խոտի նման է։ Այլ Աստծո կենդանի եւ հավիտյանական խոսքով եք դուք ծնվել, ասում է։ Աստծո հավիտյանական եւ կենդանի խոսքով, որովհետեւ ամեն մարմին խոտի պես է եւ մարդի ամեն փառքը խոտի ծաղիկի պես։ Խոտը չորացավ, նա ծաղիկը թառամեց։ Հետո ես կկարդամ վերջի խոսքը, տեսնում եք, չէ՞։ Հալավ, Աստված է ստեղծել քեզ։ Շատերը ես տեսքով լավն են։
Բայց գիրք ասում է, այդ քո լավը, այդ քո փառքն է, հեսա թառամելու է։ Չես մնա տենց։ Գեղեցիկ ես, հարուստ ես, զորավոր ես, ոչ զորությունդ կմնա վրեդ, ոչ գեղեցկությունը, ոչ հարստությունը քեզ կմնա։ Մի փոքր ժամանակ էսի քո ծաղկած ժամանակն է։ Բայց սա ժամանակավոր է։ Դրան հույս մի դիր։ Ասում դրա համար ոչ թե ապականացու սերմից, այլ Աստծո կենդանի եւ հավիտյանական խոսքից։ Դուք ծնվեցիք հավիտյան ապրելու համար։ Եվ ինչ է ասում։ Ասում է, որտեղ ամեն մարմին խոտի պես է եւ մարդու ամեն փառքը խոտի ծաղիկի պես։ Խոտը չորացավ, նրա ծաղիկն էլ ընկավ։ Փառքն տրորվավ։ Իսկ Տիրոջ խոսքը մնում է հավիտյան։ Այսինքն վերստին տվող ծնունդ տվող խոսքը։ Եվ ինչ ասում։ Եվ այս այն խոսքն է, որ ձեզ ավետարանվեցավ։ Մտակցիր էլի Պետրոսը զգուշությամբ է գրում, որ չլի մարդ իր խոսքից սխալվի ուրիշ տեղ է։ Օրինակ գնա ասի, ես ուզում եմ վերստին ծնվեմ, կա Նոյի պատմությունը կարդամ։ Օրինակ, լավ, սպասի ես մի հատ Դավիթի մասին կարդամ, Աստծո խոսք է։ Ճիշտ է, որ Աստծո ասածն է խոսքն է, բայց Պետրոս ցույց է տալիս, որ խոսքն է, որ վերստին ծնունդ է տալիս, որ խոսքն է, որ վերստին ծնունդի սերմ է հանդիսանում, այն խոսքը, որ ավետարանով ձեզ քարոզվեց։ Ոչ թե ուղղակի աստվածաշնչյան ցանկացած խոսք։ Սուրբ խոսք են, արժեքավոր են, բայց վերստին ծնունդի համար, արդարացման համար, փրկության համար ավետարանի խոսքն է։ Այն խոսքեր չեն, մենք պետք է ամեն պատմությունից տեղակ լինենք, սիրենք, կարդանք, օրենքն էլ կարդանք։ Օրենքի խոսքով էլ չի, որ վերստին ծնվում ես, այլ ավետարանի խոսքով տարբերություն է դնում Պետրոսը եւ Հիսուսիկն էլ տարբերություն դրեց։ Աստված ձեզ պահի, օրհնի, ուրեմն գործ արեք, բայց ոչ թե ձեր արդարանալու համար, այլ ես ես եմ, ես բնույթի մարդ եմ, ես պետք է անեմ։ Ոչ թե ես գնամ, վայ, սպասի մի հատ աղքատի ձեռք մեկնեմ, որ փրկվեմ, աղքատի ձեռք մեկնեմ, որ երկնքում ասեն արդար էր։ Արդարացավ, չէ, սա մեր բնույթն է, մեկ նմանեցնում ենք տենը ծառի նմանեցրեց, ծիրանի ծառը, ուզում ես, ինչ ուզում ես արա հետա, ուզում ես ծեցի, ծառին, ինք հետա փորձության մեջ են, ինք իրա բնույթը չի փոխում, հալածանքի մեջ էլ, արդարը մնում է արդար, վերստին ծնված պետք է մնա վերստին ծնված, բայց մարդիկան ետ են դառնում, ասում է սուրգիքինս փխսացին, այն հինը, որ թողեցին, եկան նորը ստացան, նոր բնույթը, թողնում են, դառնում են հին կյանքին, ինչպես որ Ադամը կորցրեց Աստվածայինը, որտեղ նա Աստծո որդի էր եւ արդար հավիտյան ապրելու համար, բայց ինչ եղավ կորցրեց, երբ որ հնազանդվեց չարին։ Հիմա մեր արժևել է դրած, հիմա մեր գործը դրա համար կարդացել եմ այդ տեղը, գիտեք, որ շատ տեղեր կա, բայց Հուդայի թղթում էլ ասում է, զգույշ եղեք, ձեր մեջ սղոսկեցին ոմանք, երկար ժամանակ հավատացել ճանաչվեցին։ Բայց հետո տեսնում ես, նրանք գալիս են չարի ձեռով են, որ ձեր այդ ընդունած ճշմարտությունները փոխելու, ցիրուցան անելու, որտեղ Տեր ասես գող գալիս է ցիրուցան անի, սպանի կամ գայլը։ Զգույշ եղեք, ոմանք սուտ են խոսում, ասում վերստին ծնված էլ մահ չունի, էլ փոխվել չունի դեպի հետ։ Եթե չունի, ինչու են վերստին ծնվածներին զգուշացնում։ Նայեք, որ չմեռնեք, նայեք, որ չկորսվեք, նայեք, որ չթողեք, հաստատ մնացեք, նոր էլ կարդացի, հաստատ մնացեք այդ ձեր ստացած սրբության մեջ, Տերը ձեզ պահապան, աղոթք անենք և վերջացնենք։